հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Հայկ Նահապետյանը, բարև ձեզ պարոն Նահապետյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, բավականին հագեցած իրադարձություններով հագեցած շաբաթ էր, եկեղեցած Վարդավառի տոններ, խոսենք նաեւ դրա մասին, շարունակում են նոր ձերբակալություններ, նոր քրեական գործեր, Նիկոլը գնաց արձակուրդ, բայց մինչ այդ ինչ հայտարարություններ արեց, հարևան երկրի շուրջ լարվածությունը շարունակվում է, շատ ավելի կոնկրետ, երեք արդեն թիրախավորված մի շարք հարվածներ են եղել Միացյալ Նահանգների կողմից, Իսրայելը եւս չի հանգստանում թիրախավորել նորից Գազայի մի շարք շրջաններ, մենք այդ հարցերի մասին կխոսենք, բայց մինչ այդ ասենք, որ մեր նախկին գործընկեր ազգային ժողովի падգամավոր Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Արեգնաց Մանուկյանը կալանավորված է աննախադեպ բան, գիտեք մինչ այդ էլ 1-2 այսպես կանայք քաղբանտարկյալներ ենք ունեցել, տպավորություն է, որ Նիկոլ ամեն կերպ փորձում է սա դարձնել սովորական երևույթ, որ կարող է կանանց ձերբակալել, բայց եթե ավելի խորը գնանք այս հարցում խորանանք, կտեսնենք, որ շատ ավելի լայն խնդիրներ եւ խնդիր է դրված իր արչեւ, չգիտեմ ինքն է իր արչեւ դրել, թե իր տերերն են իր արչեւ դրել, այն է, այսինքն սա այն գլխից պարզ է, երբ որ ինքը սկսեց խոսել, որ հիբրիդային պատերազմ են անում, իրականում մենք այստեղ առիթ ունեցել ենք բազմիցս խոսելու դրա մասին, որ իրական հիբրիդային պատերազմ անողները ներսում էին դա Միացյալ Նահանգներն եւ հավաքական արևմուտքը նաեւ Թուրքիան եւ Ադրբեջանը, ընդ որում այնքան են լկտիացած եւ սանձազերծ, որ այդ ամեն իրենք անում էին բաց տեքստով։ Դուք տեսաք, որ ընտրություններից առաջ իրենք ուղիղ կերպով իրենց աջակցությունը հայտնեցին Նիկոլ Փաշինյանին, անգամ խոսեցին, որ այս չափ միջոցներ կտան եւ վերջին օրերին էլ իրենց աջակցությունը հայտնեցին։ Այսինքն պարզ է դառնում հիմա, որ հավաքական արևմուտքը Եվրոպան իր բոլոր արժեքներով, այսպես կոչված ժողովրդական եւ այլն, այս բոլոր արժեքներով հանդերձ, ուրեմն եթե հարցը դրված է, որ դու գնում ես Ռուսաստանի դեմ, ուրեմն քեզ ամեն ինչ կարելի է։ Այսօր հետ խորհրդային մի շարք երկրներ դարձել են այդ գործիքը Ռուսաստանի Դաշնության դեմ։ Իհարկե դա շատ ծանր է արժեցել, մենք տեսանք, որ Վրաստանին տարածք կորցրեց, Հայաստանը տարածք կորցրեց, Ուկրաինան մխրճվել է մեծ ահռելի պատերազմի մեջ, նույն բազմաթիվ խնդիրներ Մոլդովայում, դե էլ չեմ խոսում այս բարձրան երկրների մասին, հիմա դա Հայաստանում է։ Քեզ թույլատրելի է ամեն ինչ, կարող ես ձերբակալել, կարող ես հարձակվել, կարող ես կրակել, կարող ես ստորացնել, կարող ես գողություն անել, կարող ես մարդու սեփականությունը խլել, կարող ես բառերով ասել ձեզ կսատկացնեմ, բոլոր մրցակիցներին շարքից հանել, հեռացնել, ամեն գնով, ամեն ճանապարհով եւ քեզ մեր ճանաչած սիրելի հավաքական արևմուտքը, որ տարիներ շարունակ խոսել է բացարձակ արժեքների, գերակա արժեքների մասին, սեփականության իրավունքի մասին, ժողովրդավարության մասին, մենք տեսնում ենք, որ այսօր ունի բոլորովին այլ տեսք, այսօր արդեն վաղուց, արդեն ոչ Դեգոլի, ոչ Միտերանի, ոչ Ժակ Շիրակի, ոչ անգամ Մարգարետ Թետչերի, մեր ճանաչած Եվրոպան չի, այսօր մենք ունենք բոլորովին նոր Եվրոպա, եւ ոչ թե Եվրոպա, այլ այդ ղեկավարները Եվ այդ գործիքը եւ որպես գործիք են օգտագործում եւ գործիք են տվել իր ձեռքը, իսկ ինքը սաղուն կերպով անում է լկտիությունը, այլանդակությունը անսահման է, երբ որ գնում ես Ադրբեջան եւ Ադրբեջանում խոսում է ժողովրդավարության մասին, խաղաղության մասին եւ չհիշելով բացարձակ գերիների մասին։ Իմիջիալոց առանձին թեմա է, պետք է հատուկ խոսել սրա մասին եւ գնալով բացահայտվում է այն, որ Նիկոլը կամ մասնակցություն ունի, որ այդ գերիներին հանձնել են Բաքվին եւ իր այս ոչինչ չանելով ինքը ցույց է տալիս, որ այո, ինքը ինչպես եւ Բաքվի իշխանությունը շահագրգիռ են, որ Բաքվի բանտում մնալ, մենք իհարկե նաև պետք է լսենք պարոն Նահապետյանի կարծիքը, թե ինչու է շարունակում շահագրգիռ մնալ ինքը, որ մեր գերիները ունեն Բաքվի բանտում։ Բայց մինչ այդ կարծում եմ ուշագրավ էլ Անդրանիկ Թևանյանը ուրեմն
Երևանի կենտրոնի ԿԿՀ-ից ուրեմն Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանը ուղերձ է եղել սիրելի հայրենակիցներ նիկոլական քստմնելու անբարոյական ապօրինի հրահանգով կալանավորել են Մայր Հայաստան կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանին Մայրան բանարը այսինքն մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է ըստ ամենայնի դա արվում է իմ դեմ շինծու գործի շրջանակում քրեական գործն կարելու հրահանգը ստացել է ու կարել են հիմա անցել է ակնհայտ ահաբեկչության եւ կարմիր գծերը հատող ապօրինի գործողություններին Նիկոլի մեթոդներով կալանավորվեցին Գագիկ Ծառուկյանին հիմա անցան նախկին падգամավոր Արեգնազ Մանուկյանին օրեր առաջ խուզարկում էին Մայր Հայաստան վարչության մեկ այլ անդամ Երվանդ Բոզոյանի բնակարանը եթե այս ապօրինություններն ու բռնաճնշումների դեմ միասնական ջանքերով չառնենք ապա վաղը Հայաստանի քաղաքական դաշտում որևէ ընդդիմադիր գործիչ ազատության մեջ չի լինելու թուրք-ադրբեջանական օրակարգը սպասարկող Նիկոլ Փաշինյանը պարտավորվել է իր աթոռը պահելու դիմաց Հայաստանի հաշվին զիջումների գնալ դրա համար էլ ամայացնում է քաղաքական դաշտն ու կալանավորում ընդդիմախոսներին իդեպ իր բրիֆինգում զիջումների անոնսն արդեն տվեց նախապես իր զիջումների գլխավոր պատասխանատու նշանակելով իբրև իրեն ձայն տված ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը այսինքն այս անձը պատրաստվում է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է նոր տարածքներ հանձնել եւ բնականաբար դա գցելու այն մարդկանց վրա ովքեր որ իրեն ձայն են տվել Արցախի ճակատագրից խուսափելու միակ տարբերակը համատարած դիմադրությունն է սիրելի ժողովուրդ Այս ամենը հարցակում չի առանձին վերցրած մեկ կուսակցության կամ անձի դեմ։ Սա հարցակում է հայկական պետականության, մեր արժեքների եւ բոլորիս դեմ Անդրանիկ Թևանյան 10/07/2026 Սրան ուղղակի պետք չի ավելացնել, ակնհայտ է, որ ինքը փորձում է այս քրեական գործերով եւ ձերբակալություններով նախ արդարացնել իրեն բոլոր հայտարարություններն ու գործողությունները իբրև թե Հայաստանում հիբրիդային պատերազմ է արել Ռուսաստանի Դաշնությունը եւ փորձում է սա փաթեթավորված, ճոխ բան տեսքով, որովհետեւ որևէ մեկը չհավատաց, որ Անդրանիկ Թևանյանը այս բանի մեջ ներգրավված է, հիմա որպեսի ավելի բան տեսք տա, հիմա փորձում է ավելի ընդգրկուն դարձնել, այստեղ է խուզարկում անում, նրան է ձերբակալում եւ նոր քրեական գործեր է հարուցում։ Ահա, այսպիսի վիճակ եւ ամենակարևոր բանը այստեղ որ խոսել էր հատ ինքը հարցերը կլուծի եւ վերջում կտեսնենք, որ որևէ դիմադրություն չկա։ Երբ որ 2018 թվականին ընդդիմության 90% իր դռները բացեց Նիկոլի Աչև ընթառաջեց եւ համագործակցեցին իր հետ այդ ժամանակ դրա գինը Արցախի հանրապետությունն էր Այո, դա ինքը օգտագործեց, ունենալով որոշակի ժողովրդի աջակցություն, կարողացավ դա անել։ Պատերազմից հետո էլ մի շարք ուժեր շարունակեցին աջակցել եւ դա վերջնական Արցախի կործանումներ եւ Հայաստանի Հանրապետության մնացած տարածքների հանձնում է։ Իսկ այսօր արդեն նրանք ովքեր որ пассив են, նրանք ովքեր մտածում են որ միայն իրենց հարցերը լուծեն կամ լուր մնան որ դա իրեն չառնչվի, ինչպես տեսակ Արցախի եւ մեր հանձնած Հայաստանի Հանրապետության տարածքներում դա բացարձակ չօգնեց ոչ այդ անձանց որ пассив էին, ոչ էլ նրանց որ համաձայնեցին գնացին որոշակի կոմպրոմիսի Նիկոլի հետ եւ վերջնահաշվով այդ ամեն ինչը հանձնվեց եւ հիմա էլ եթե դուք շարունակեք ձեզ пассив պահել ամեն մեկի իր տեղում մտածի իր հարցերը լուծի մենք արժանանալու ենք ճիշտ է ասում Անդրանիկը նույն ճակատագրին ինչ որ արժանացավ Արցախը Հայաստանի Հանրապետությունը ինչու որովհետև այո իր բրիֆինգի ժամանակ ինքը անոնսեց եւ ոչ միայն Քարոզ Արշավի ժամանակ էլ ինքը ասեց որ SSS տարածքներն է տալիս իր եթե Տիգրանակերտ չէ եթե Տիգրանակերտը ինքը Տիգրանաշեն եմ ասում Տիգրանաշենը եթե ինքը հանձնի ինչ ասեմ եթե ճանապարհով անցել եք կարծեմ բոլորի համար པարզ է դառնում որ կտրելու են միանգամից եւ տանեն ամբողջությամբ Սյունիքը իսկ Արարատ ու Երևանը արդեն ոդկով քայլելու հարց է մնում ահա այսպիսի վիճակ եւ խնդրեմ նաեւ Արեգնազի ձերբակալության մասին նաեւ խոսենք խնդրեմ Այդ կարող է Սյունիք Արարատի մարզում մտնենք Նախիջևան հետո Նախիջևանով նորից մտնենք Սյունիք կարող է տենց են ճանապարհը սարքում չի բացառվում Չէ օրինակ ասենք նույն Տիգրանաշենի բնակիչները իրենց գույքը բնակարանները, տները, հողատարածքները Հայաստանի Հանրապետության կադաստրի կառավարության առընթեր կադաստրի պետական կոմիտեն չի տվել վկայականներ։
սա ինչ որ բանի մասին խոսում է, չէ՞, այդ տարածքը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության տարածք, այդքան բան։ Իսկ դա Ադրբեջանն է, մինչև հիմա տրված չի։ Եվ սա ընդ որում Փաշտյան Նիկոլ հետ կապ չունի, սա նախիններից է գալիս։ Իդեպ ասեմ ձեզ։ Եթե անաչառ ենք ուզում ենք հասկանանք էլի վիճակը, չկա կադաստրի կոմիտեն թուղթ չի տալիս։ Դա 100%-անոց ինֆորմացիա է։ Իսկ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածք չի, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը կադաստրի կոմիտեն քարտեզագրում է, հետո սեփականության իրավունքով կամ մասնավոր կամ պետականին տալիս է։ Հիմա ինչ վերաբերում է կոնկրետ Անդրանիկի հետ կապված, շուտով 2 ամիս է լրանալու է։ Հիմա այդ գործը փուչիկ է։ Հիմա այդ փուչիկը փչելու համար կամ պիտի պայթինքը Երևան Բոզանեսն եւ այլն եւ այլն մյուսի տուն մտնի խուզարկության այսինքն իմիտացիա է արվում իրականում իմիտացիա ընդ որում ասում են պետական գաղտնիք պարզես որ պետական գաղտնիք չի փոխանցել Դուք լսեցիք Գեղամ Մանուկյանին Ես Գեղամ Մանուկյանը առաջին օրն է խոսել Այո այդ օտորվա նիստի ինչի մասին խոսում է ավելին Գեղամ Մանուկյանն է այդտեղ պնդել Դա գաղտնի նիստ չի եղել, փակ նիստ է, փակ նիստում հնարավոր է տեղեկատվության տրամադրում, ասենք կառավարության անդամների կողմից, որ ինֆորմացիան ինքը ծառայողական է, այսինքն հրապարակման ենթակա չի, բայց իր մեջ գաղտնիության էլեմենտ չկա։ Եվ Գեղամ Մանուկյանը այո խոսեց, ավելին Գեղամ Մանուկյանը ավելի ցնցող արտահայտություն, ասեց այդ օրվա նիստի արձանագրությունը ազգային ժողովի կայքեջում դրված է։ Իսկ բայց դեպքում էս մարդիկ ինչու են անազատության մեջ։ Ավելին Գեղամ Մանուկյան այնքան ազնիվ է, որ ասում է ես դուրս եմ եկել լրագրողների հետ հանդիպան ժամանակ, կետ առ կետ նշել եմ, թե ինչի մասին ենք մենք խոսել, որևէ գաղտնիություն այդտեղ չի եղել։ Այն ինչի մասին, որ իբրև թե իրենք ասում են, որ Արեքնազը փոխանցել է, չգիտեմ ինչ, դրա մասին ասում է, մարդը ասում է, դուրս եմ եկել կետերով ներկայացրել եմ, թե ինչի մասին է խոսքը գնացել, ինչ գաղտնիության մասին է։ Ասում արձանագրությունը պաշտոնապես դել են մի քանի օր հետո այդ օրվա նիստի։ Չէ, դե պարզ է, հիմա ինգրան պետք է էս իմիտացիան։ Չէ, ակնհայտ է, որ Ակնհայտ շատ լավ հասկանում է, որ այստեղ ինչ բլեֆ է, ինչ սուտ է այստեղ, ինչպես որ շատ լավ հասկանում էր, որ կեղծված, ոնց եք պատկերացնում, մենք ուժեղ Հայաստանին մեղադրում ենք, ասում ենք այստեղ, այսպես, առավոտյան շտաբի բոլոր ղեկավարները ձերբակալվել են։ Այդ կոչվում է հասկանում եք տերոր։ Եկեք զինվորական տերմինաբանությամբ, եթե գնում է մրցակցություն կամ պատերազմ, շտաբերը գլխատել նշանակում է 100%-անոց հաղթանակ ունենալ, որտեղ այդ գործի կազմակերպիչը պատասխանատուն շտաբերն են։ Շտաբերը գլխատվել, այո։ Դե դրա համար փոխանակ Սամվել Կարապետյանին չասի, պիտի ասի ես խուժանապետության, սա խուժանություն է, 700 հոգի ձերբակալել, առավոտ լուսաբացին 100 քանի հոգու ձերբակալել, հետո նստել ձայներ հաշվել, ոնց կարող է այդ ամեն ինչից հետո նորմալ ընտրություններն են, ոնց, կամ դուք ոնց կարող եք հավատալ այդ մարդը, որ հրահանգ է տալիս առավոտ շուտ գնացեք ձերբակալեք, դրանից հետո նորմալ ընտրություններ լինի, նախ վախը կա, նախ այս մարդկանց չեզոքացնելը կա, ճիշտ է, այդ ողջ process-ը խաթարել է, Կեղծիքների դեմը կազմակերպված առնում են շտաբները, շտաբի անդամները եւ ղեկավարները, հիմա չկան։ Ճիշտ եք ասում, այ ով պիտի դիմադրեր, ով պիտի այդ ամեն ինչը արձանագրեր, ով պիտի այդ ամեն դու եթե դու տանում այդ մարդկանց փակում ես, տանում ես չեզոքացնում ես այդ ամեն ինչից, չէ՞, ոնց ես պատկերացնում։ Էլ ինչի մասին է խոսքը, որ ֆոն դեր Լայնը գալիս է այստեղ ասում է, չգիտեմ ինչ ընտրություններ են անցել։ Չէ, որովհետև ընդդիմադիր առաջնորդները պիտի սրա մասին առաջին հերթին խոսեն, էլ ու դրանից հետո մի հատ կեղծիքի կոռուպցիայի կայացում է հագցնում ընդդիմության վրա։ Դե գող առաջինը ինքն է, չէ՞ բղավում, բռնեք գողին։ Դե գող արդեն երևացով է, մարդը գնում է մարդի սեփականությունը վերցնում է, խրտվիլակները վերցնում է, առյուծը վերցնում է, ով է քեզ իրավունք տվել։ Ոնց որ դուք շատ լավ ասեցիք Եվրոպայի համար դա ոսկե կովի նման բան է, չէ՞ ոնց կարելի ասել մարդու սեփականությունը, այս մարդը գող է։ Ձայնա գող է, առյուծա գող է, ինչ ասեմ, մանդատա գող է, եւ բանը, հողա գող է, Արցախա գող է։ Ինչ ասես այս մարդուն։ Եկեք գնահատենք, թե ինչու արևմուտքը ոչ միայն թույլատրում, այլ շատ հարցերում ես կարծում եմ արևմուտքը ինքն է ուղղորդում, որտեղ արևմուտքին Հայաստանը, օրինակ Եվրոպային Հայաստանը պետք է որպես հակառուսականության պատվար Ռուսաստանի հարավի ուղղությամբ։ ԱՄՆ-ին պետք է Բրիտանիայի փոխարեն այս տարածաշրջան Թուրանի տերու տնօրենը լինել, իրական այդ պրոյեկտի, որը բրիտանական է, հիմա ԱՄՆ-ը հավակնում է, որ ես եմ, եւ այդ միջանց կոչվածը Զանգեզուրի, Տրամպի, ոնց ուզում եք անվանեք, էական անվանումը չի։
այդտեղի տերուտնօրենը լինի Միացյալ Նահանգները, դրա համար աշկները փակում են, այդքան բան։ Բա իրենց շահերը սպասարկում է ում հաշվին։ Այսօր եթե ամերիկացիները գալիս են Սյունիք, Իրանի հետ այդ հակամարտության ֆոնի վրա մեր ազգային շահերին չի հարվածում, իհարկե հարվածում է։ Եթե Հայաստանը դիտվում է որպես հակառուսականության պատվար պետություններից մեկը Ռուսաստանի հարավի ուղղությամբ, դա ում շահերին է հարվածում, իհարկե մեր ժողովրդի, իհարկե Ռուսաստանի Դաշնության, իհարկե մեր պետականության, բայց խնդիրը նա է, որ այդ մարդը այդ շահերի հաշվին պահում է իշխանություն, այդքան բան։ Այսինքն, եթե մի քիչ ավելի խորքային նայենք, մեր իրական հակառակորդը գետնի վրա գործիքը Նիկոլն է, բան չունեմ ասելու, բայց իրական հակառակորդը այսօր հավաքական Արևմուտքն է։ Բնականաբար, ոնց որ Ուկրաինան, ոնց որ Վրաստանը, ոնց որ Վրաստանը կորցրեց 2007։ Մոլդովիայի այդ նախագահն ասում է, որ դες բանը տարական դասարանների մանկավարժին ուսուցչուն որտեղից են բերել, բայց էլ տեսեք ինչեր է անում։ Ոինք իրենով չի անում։ Արևմուտքի հրահանգով ամեն ինչը անում է ինքը։ Եվ հիմա ըստեղից հաջորդ հետևությունը, որ մեր անդիմության հիմնական թիրախներից մեկը ըստ իս ամենաառաջնային դա հավաքական արևմուտքի ներկայությունն է Հայաստանում, իրենք են թիրախը, որտեվ իրենք են վահանը Հայաստանի ներսում օրվա իշխանությունները ապօրինությունների նրանք են վահանը։ Մենք կռիվ ենք տալիս, տեսեք ինչ արեցին։ Այդ Սորոսականի համար միանգամից էլ ՀԿ-ներ, էլ չգիտեմ դեսպանատներ, են Արցախցին Սորոսական, որ հենց Արցախ քանդողներից մեկն է եղել։ Բազայի դեմ գնացողներից մարդկանց տանող։ Այսինքն քո անվտանգությունը չէ, քո կյանքը պահող այնտեղ ուժը կանգնած ասեք, դու դրա դեմ բան ես անում, արշավ ես կազմակերպում։ Բա ինչի մասին է խոսքը։ Մեծ հաշվով ոնց կարողացավ այդ ցեղասպանական ամեն ինչը եղավ Արցախում, բայց ոնց դուրս եկան այդտեղ, եթե չլիներ, չէ՞, ռուսական հսկողությունը չլիներ, ոնց էին դուրս գալու։ Հետևաբար ես ուզում եմ, որ եւ գնահատում եմ, ոչ միայն ուզում եմ, որ անդիմությունը որոշակի վերաճշգրտումներ անի իրենց թիրախների մեջ։ Ըստ իս օրինակ Եվրամիության ամենաբարձր պաշտոնատար անձը Հայաստանում եկավ ընտրությունների հետ կապված վերջին այլանդակությունը արեց, բացի մի քանի 100 անձանցից կառավարության շենքի մոտ կեցված դրսևորելու, բա ընդդիմությունը 100,000-ներով ձայն է ստացել, հարգելի ընդդիմություն, բայց ժողովուրդը չի ուզում իմանա, ինչու՞ չեք հրապարակա, որը 24 ժամվա ռեժիմով, 7-24 ռեժիմով բացատրում, որ իրականում Փաշինյան Նիկոլի իշխանությունը առաջին հերթին ոչ թե ոստիկանություն ԱԾ-ն է պահում ներսում, այլ պահում արևմուտքը։ Ես մի պահ պատկերացնում եմ, որ այս այլանդակությունները տեսականորեն արվել հանրապետության 3 նախագահների ժամանակ։ Օրը 5 անգամ արևմուտքը հեղաշրջում էր արստեղ ներսում։ Այդ կեցվածքի դեպքում պաշտոններն ասում մեզանից շուտ գործի էին գալիս, առավոտը 6-ին այդ դեսպաններն ու ներկայացուցիչները փաթեթով կանգնած դրան մոտ։ Բան կոնկրետ, բան տերոր մեր պետական համակարգի դեմ, ինչ որ բան հարցեր ունեին։ Իսկ հիմա հանգիստ մարդիկ եկան, այս գովաբանում են եւ այլն։ Եվ ես կարծում եմ, որ սա միայն ընտրությունների հետ կապված չէ, օրինակ վերջին ամենաժողովրդական ընդվզումը շարժումը, նաև փողոցային Սրբազան շարժումը, Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ։ Երբ հիշում եք հուլիսին, թե հունիսին ազգային ժողովի մոտ ոստիկանությունը ոչ համաչափ ուժ կիրառեց, վիրավորներ, հաշվանդամ դառնալ, հարյուրներով ձերբակալություններ, նվաստացումներ եւ դատավարություններ, եւ հաջորդ օրը հունիս 12-ին, եթե չեմ սխալվում, հաջորդ օրը ԱՄՆ դեսպանությունը հայտարարություն է տարածում։ Ես ձևակերպեմ մեկ նախադասությամբ. խրախուսում ենք ոստիկանությունը, մեղավոր է ժողովուրդը։ Հիմա այսքանից հետո, երբ այդ շարժման առաջնորդը հազարավոր, տասնյակ հազարավոր մարդկանց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ չէին, ես վստահաբար եմ ասում, Փաշինյան Նիկոլը Հայաստանում սկզբունքորեն լսում է կամ փորձում է կատարել մի քանի պաշտոնատար անձանց հորդորները, առաջարկները, հանձնարարականները, հրահանգները, որոնցից առաջինը Հայաստանում ԱՄՆ դեսպանն է։ Եթե մենք իրական թիրախները չենք վերցնում, այդ Փաշինյանին դու ինչքան ուզում ես ասա, ինքը քո նկատմամբ ուժ է կիրառում, ձերբակալություններ անում, հետո դրա դեմ դու ոչինչ չես խել, լավագույն դեպքում հայտարարություններ, կեցվածք, նեղվել, վատանալ եւ այլն, ու վերջ։ Ես հորդորում եմ ընդդիմության առաջնորդներին, իրական թիրախներին, հələ մի 5-10 հազար մարդ
ասենք շուրջօրյա պիկետ անեին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ։ Օրինակ, դուք պատկերացնում եք Փաշտյան Նիկոլի աշխատակազմի ղեկավար Արայք Հայրությունյանը դեսպանի վարորդի օգնականի քարտուղարուց քանի զանգ եւ ինչ շեշտադրումով խոսակցություն կստանար։ Չէ, վստահաբար եմ ասում։ Ոնց կասերես չեք անում, կարող է Հայաստանում վաղը հակաամերիկյան տրամադրություններ գեներացի։ Բոլոր դեպքերում միշտ պարզ է, եթե այսպես պարտություն է եղել, պարտություն որն ասա հավաքական Արևմուտքի, Միացյալ Նահանգների, Թուրքիային, Ադրբեջանին են պարտել, ոչ թե մի հատ ինչ-որ խմբակի, փոքրիկ խմբակի, ինչի մասն է։ Պարզ է, որ շոկային ինչ-որ բան կա անդիմության համար, բայց պետք է արագ իրենք ստափեն, իհարկե ինքը թույլ չի տալիս, ոնց որ նակաուտի մեջ անդադ հարվածներ է տալիս, նրանա ձերբակալում, տեսեք ինչ շոկային բաներ անում, կնոջա ձերբակալում, չէ, անմեղ տեղ, անչափահաս երեխա ունի Արեքնազը, ասենք, տեսեք ինչ անում, եւ փակ։ Դա կարմիր գիծ է, ինքը կանանց ձերբակալել է, սա որոշակի կարմիր գիծ ասնելն է։ Էն էլ անչափահաս երեխա ունի Եվ այլն, ասենք, ի վերջո Արեքնազ Մանուկյանը հրապարակում ա եղել եւ բոլորս գիտենք իրեն եւ իր կեցվածքը եւ իր նկարագիրը եւ իր անցած ճանապարհը։ Երանի Արեքնազի ու Անդրանիկ Թևանյանի հայրենասիրության կեսը ունենա Երանի թիմիտ մեջ մեկը լիներ, որ իրանց հայրենասիրության կես ունի, ինչի մասին է խոսքը։ Այսօր պարզվել է Անդրանիկն ու Անդրանիկ Թևանյանն ու Արեքնազ Մանուկյանն ու Երվանդ Բոզյանը, չգիտեմ ինչի մեջ է կասկածում, չգիտես էլ ինչի մեջ է կասկածում։ Մի բան հրապարակել են, տարածել են, հետո պարզվում է կասկածում են դրա մեջ։ Աբսուրդ է, չէ՞։ Ես չգիտեմ, էլ աբսուրդը ոնց է լինում։ Ասма պետքա ձերբակալել, ձերբակալում։ Հա, հիմա ընդդիմությունը պիտի այս շոկից արագ դուրս գա, եթե դուրս չգա, ինքը անընդհատ բան անելու։ Ես էլ ասում եմ, միակ թիրախը, եւ իմ ասածը տեսական չի։ Ամենայն պատասխանությամբ եմ ասում։ Ուրեմն այդ հունիս 12-ի դեպքի հետ կապված, նաեւ այս տաղավարից հիմնականում նաեւ հորդորում էի նամակ գրել, հիշում եք, Բագրատ Սրբազյանը նամակ գրել, պատասխան ստանալ չէ դեսպանություններից եւ այլն։ Եվ մի 2 տասնյակ մարդով մենք ակցիա արեցինք ԱՄՆ դեսպանատան մոտ։ Այո, եւ շատ լավ էր եւ շատ ճիշտ էր։ 1400 մի օրվա մեջ հրապարակում։ Ուրեմն 10 պետությունը հրապարակել էր։ Երկու թեմա էր՝ այդ օրվա այլանդակությունների հետ կապված եւ կենսաբանական լաբորատորիա։ Եւ ինչ է շատ բան է, չէ՞, ոնց 20 հոգով 10 պլակատ բռնել ենք, ամբողջ բանը քաղաքական այդ օրվա օրակարգը 10 պետություն բերանով էս ասում։ Ճակատագրի բան հեգնանք, մեկ էլ հրապարակում հայտնվում է ինչ։ Հայտնվում է մի բարձրաստիճան պաշտոնյա Եվրոպայից, դուք էլ եք հենց հրապարակում ուղարկել, բարձվում է ինչ։ Ուրեմն կան այսպիսի բան տղաներ, ովքեր կարողանում են Ռուսաստանի Դաշնությունում նստած, ունեն իրանք այդ հնարավորությունները եւ ինչ են անում։ Իրանք այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի անունից զանգահարում են մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյայի, այս պարագայում Եվրոպայում նստած եւ ինչ հարցեր են քննարկում, այսինքն իրենք այս անգամ խոսել են Նիկոլի փոխարեն, բայց դա չի կարեւոր, կարեւոր այն է, թե ինչ է ասել Եվրոպա, ԵԱԿ-ի այդ բարձրաստիճան, որ ազգությամբ թուրք է։ Ազգությամբ թուրքը։ Այդ թուրքային կողմ ենք դնում, այդ էական չի իմ համար։ Կարևորը այդ պաշտոնն է։ Եվրոպայի անվտանգության համագործակցության կազմակերպության ղեկավարը պատասխանատվություն է հայտնել ոչ թե իր անձի անունից, այլ կառույցի անունից Հայաստանում Մայր Աթոռի վեհապար հայրապետի դեմ արշավի ժամանակ պաշտոնից հեռացնել ըստ իրենց պաշտոնի, ըստ մեզ օցիալին, տիրոջ կամոք օցիալին հեռացնել այդ զբաղեցած պաշտոնից։ Այո, ինքը համաձայն է պատասխանատվություն է, այո, նույնիսկ հարցնում է կարող եք անել դա։ Հիմա հասկացաք սա ինչ ծրագիր է, հասկացաք, որ սա թուրքական կոնկրետ ծրագիր է, այն որ որոշ հիմարներ, ասում են դե ինչա կաթողիկոսը թող դե հասկացաք հիմա տխմարներ, այստեղ կաթողիկոսի հարց չի, սա հայ առաքելական եկեղեցին փլուզելու, թիրախավորելու հարցն է եւ ընդ որում մարդը խոստովանել է ամբողջ բան ալիքներով տվեցին, դա խոստովանել է որ այո, մենք դու դա արել, մենք ամեն ինչով կաջակցենք։ Իրան ինչ են ասում, իրան ասում են, ես ինչ բան ասում, հələ հիմա տեսեք թե Ծառուկյանը եսի ինչա, հələ տեսեք, այս գիտեք ինչն է, որ ասում է, բախետ ծիծեռնակաբերդը վառեցին, մեկը որ անեկդոտ կար, չէ՞, 80-ականներին, որ մեկը մեկին գնում պայթացնում էր, հարվածում էր, ասում էր, տանում են դատարան, ասում է, բաժի ծիծեռնակաբերդը վառեցին, հիմա իրանն է, ընկեր ջան, ասում է դու ես քո Եվրոպան ում հետ դու համագործակցում ես, ով որ գալիս է մեր գլխին այս ամբողջ կեղծիքները հաստատում ու գնում է մեր Արցախի հանձնումն հետը։ Շնորհավորեց որ Արցախը տվեցիք Ադրբեջանին, հիմա այս մարդը բանը
Շատ պարզ բան տեսքով կանգնում ասում է, որ այո, մենք բան ենք։ Պատրաստ են։ Այո, պատրաստ են։ Դու մը քո մասին խոս, այդ ո՞նց եղավ, որ այդ մարդու հետ տենց համագործակցում ես այդ կառույցների, դրա ղեկավարը այսպիսի բան է ասում, որ մենք քեզ կօգնենք, որ եւ ասում է Սամվել Կարապետյանը, չգիտեմ Քոչարյանը, սա ի՞նչ կապ ունի, քո մասին է խոսքը։ Մեր Հայաստանի Սամվել Կարապետյանը եկեղեցի կառուցող է, 1000 տեղ Ֆրանսիայում կլինի, Մոսկվայում կլինի, Հայաստանում կլինի, Արցախում կլինի։ Գագիկ Ծառուկյանը եկեղեցի կառուցող է, 7 եկեղեցի է կառուցել։ Այդ չեմ, ինչի մասին ես խոսում դու։ Անժելա, ես հիմա կոնկրետ առաջարկ եմ անում։ Հաշվի առնելով այդ իրողությունը, որը փաստ է, այդ պրանկերներ Վովան, որոնք խոսել են։ Կա ձայնագրությունը, կա այդ մարդու պատասխանը, ԵԱԿ գործող նախագահ ռոտացիայով նա փոխվելու է։ Օրինակ, առաջարկ եմ անում ընդդիմադիր բոլոր երևացող ուժերի կողմից միջազգային ացիաներին հայտ ներկայացնել դատելու այդ անձին։ Ինչու՞։ Այդ անձը փաստացի օգտագործելով իր պաշտոնական դիրքը որպես ԵԱԿ նախագահ մեր երկրի ներքին գործերի, մեր եկեղեցու գործերի պատրաստակամություն է հայտնել ոչ թե անձնապես, այլ կառույցով մասնակցություն ունենալ Հայաստանում փոխելու վեհապար հայրապետին։ Ես կոնկրետ առաջարկ եմ անում։ Միջազգային տարբեր կառույցներին դիմում եք այս մարդուն քրեական պատասխանատվության ենթարկելու, որտեղ այս մարդը խառնում է ոչ միայն մեր երկրի ներքին գործերին որպես կառույցի ղեկավար, այլև պատասխանատվություն է հայտնում անել ապօրինի հանիրավի գործողություններ։ Ով ասել, որ ինչ որ մի հիբրիդային պատերազմը ո՞նց է լինում, Բա դու հիբրիդային պատերազմի մասին եք խոսում։ Փաստ, դա էլ հո չի կեղծվել, այդ մարդը կոնկրետ իր ձայնով, իր տեսքով մարդը խոսել եւ ասել է, այո, պատրաստ են քեզ կաջակցես, բայց ո՞նց է լինում միջամտել։ Ո՞նց է լինում Հայաստանի պետության հիմքերը սասանելը։ Ես կոնկրետ ասում եմ, կոնկրետ այդ անձին քրեական պատասխանատվություն որպես կառույցի ղեկավար եւ կազմակերպում է մեր Իմիջայլոց հիմա որ ասում եք ընդդիմությունը շոկի մեջ է, սա է, պարապ նստելու ժամանակ չկա, ոչ հայեղափոխական դաշնակցությունը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ էլ առավել եւս ամենաշատ ձայներ ստացած Սամվել Կարապետյանը։ Հիմա իրանք թուղթ ու գրիչով ու գործողություններով կազմակերպված պիտի ամեն օր։ Սա նվեր է, մենք նվեր ենք ստացել, հիմա կտեսնենք ինչ ասել է եվրոպական կառույցները։ Հիմա թող Նիկոլը ընդդիմություն լիներ ու հակառակ բանը լիներ, ընկել էր փողոցներով, եսի ինչ էր արել, ամբողջ օրը, դե բարձա, հնարավորություն կտային, բայց թեման ո՞նց է լինում։ Դու տվել են հիմա թեման։ Ես օրինակ ես քանի օր անցել ես մտածում էի, որ ընդդիմությունը այնուամենայնիվ ոչ միայն ինչ որ հայտարարություն, գործնական քայլ էր։ Չկա, ես էլ ասում, գործնական քայլը դատի տալն է։ Եվ ընդհանրապես, օրինակ Սույն Տիկինը, որ եկավ Եվրահանձնաժողովի նախագահ եւ ընտրությունների վերաբերյալ տենց ինչ որ խիստ դրական եւ այլն։ Այդ Ուրսուլան, հա, այդ տիկնոջ նկատմամբ եւս քրեական պատասխանատվություն, ընդ որում միջազգային ացիաներում։ Այդ Դեմբերչյան փողոցի վրա Եվրամիության գրասենյակն է։ Ես կարծում եմ, այնտեղ շուրջօրյա պիկետներ պետք է արվի։ Բայց կեցվածքը ո՞նց է լինում, եթե մարդը գալիս է քո երկրում ապօրինություններ կատարող Հայաստանը գնացի 150 հոգու ձերբակալել են, առավոտ 700 հոգու, դու ինչ բան ընտրության մասին ես խոսում։ Ոնց դու ինչ իրավունքով ես դրա մասին խոսում։ Չէ, բա կեցվածքը, լավ, իրենց սև գործը անում են, Անժելա։ Մեր գործը բացատրելն է, ասելն է, գնահատելն է, համոզելն է, չէ՞ մեր գործը։ Քարոզ արշավի ընթացքում ասում է, ձեզ սատկացնելու եմ։ Դա ի՞նչ է կոչվում։ Ձեզ բոմժ եմ դարձնելու, մարդը ի պաշտոն է երկրի գլխին նստած, ասում է, երկրի թիվ 1 բարերարներին, մրցակիցներին ասում է, ձեզ բոմժ եմ դարձնելու, ձեզ սատկացնելու եմ։ Դուք պատկերացնում եք, մեկ ուրիշ այդպիսի բան ասել, Նիկոլ, քեզ սատկացնելու եմ։ Որտեղ էր հիմա այդ մարդը հայտնվել եւ ինչ էին ասել այդ նույն կառույցները։ Ընդդիմությանը ձայն տվողները ըստ Փաշինյանի, որը հրապարակավ ասեց, գումար են, չէ՞, վերցրել, աշխարհվել են։ Հիմա ես կարծում եմ, ասենք մի 300,000 դատական հայց պետք լինի Փաշինյանի հանդեպ, ընդ որում ես նայեցի մի տիկին տվել էր։ Դատական հայց, այնտեղ 3 միլիոն փոխհատուցում, 3 միլիոն վիրավորանք, այդ թվում նաև հրապարակա, որ Փաշինյանը ներողություն խնդրի եւ հերքի, որտեւ ինքը ասում ես գումար չեմ վերցրել եւ գնացել է մտել է ընդդիմության որից է այդ 3-ից 1-ի։ Դա էլ է պետք կազմակերպել։ Չէ, բայց աշխատանքը չէ։ Հիմա պատկերացեք 100,000, սա ինքը աշխարհում բանը նոնսենս է դառնում։ 100,000 դատական հայց օրվա իշխանության առաջին դեպքում։ 300 քանի հազար մարդ ձայնա տվել, դրանց մեղադրումը ասում է դուք բոլոր կաշառակեր եք, հետո հասկանում է վտանգավոր բան, ասում է 70, թող 70%-ը գնա, 200 քանի հազար մարդ գնա։
Չէ, այդ գործերը սկսի։ Այ որ ասում եք մեկ այլ բանի մասին։ Ամառա արձակուրդը հանդիմությունը մենք կոնկրետ քայլեր ենք ասում։ Բաներ կային, չէ, իրավապաշտպաններ կային, բանեն Իսպիրյան էին, չգիտեմ, Արթուր Իսպիրյան, հիշում եմ, թուփը ծառը, այն հիշում եք, այգու ծառը, բան, այն ժամանակ հարմար էր, չէ՞, նույն արևմուտքներ անում։ Ուրեմն նայրան էր հանե, հիմա կգա 1 ժամից այստեղ եթերում կլի, ես պիտի խնդրեմ, որ ավելի մանրամասն ներկայացնի, ուրեմն այդ ես մի քիչ հերվից եմ գալի, ճիշտ է, առաջին հերթին մարդու իրավունքների մասին պիտի խոսել, բայց սա էլ է սեփականություն, չէ՞։ Մարդը բոլոր պայմանները ստեղծել է, փաստաթղթավորված, հատուկ, դա վերացող տեսակ է այդ առույցի տեսակը, վերացող տեսակ, գիտեք, չէ՞։ Մի քանի տասնյակ կա, որը այո, 100 քանի հատ մնացել, ուրեմն չկան, ազատ աշխարհում բնության մեջ չկան, մասնավոր ինչ որ բան փոքրիկ կենթանաբանական այգիներ ունեն այդ մասնավոր տիրույթում է եւ մի քանիսը այդպես կենթանաբանական այգիներում են մնում չկա վերացող տեսակ է եւ հիմա սրսկելով հիմա չգիտեմ դա հատուկ է արել որ անկես կենթանին թե քնեցրել են ուրեմն էլի տգետ եք ոչ պրոֆեսիոնալ են որ ասում եք փողոցից եկած բոմժերը գան իշխանության այսպես ալն որ ոչ միտեղ պրոֆեսիոնալ մարդ չկա հիմա միա դուք պատկերացնում եք համաշխարհային այս նույն կերպ որ դուք ասում եք նամակներ, պետք է հեղեղեն բոլոր միջա, բա ձայն հանեք։ Բա տարել են անկել այս բացառիկ այս կենթանին, չէ՞։ Բացառիկ բանա։ Սա մի կողմից, բա մի հատ կենթանաբաններ, չէ, իրաց ինչ գործ է, դուք ավելի առավել եւս, եթե 100 հիվանդություն ուներ, դուք ո՞նց եք այդ մարդուն բան անում, սրսկում։ Կենթանու։ Հա? Այդ կենթանու ո՞նց եք սրսկում դուք։ Ինչևէ հասկանալի։ Ինչևէ չի, շատ կարևոր հարց է, որովհետեւ արևմուտքը ասում է շամպոչը, կատվի մռութը հասեք, առնետներին վերացրեցին հասեք, թիթեռները, բա մի բան տեսակա է վերացե, բայց չեք խոսում։ Էլի նույն կերպ պիտի բոլոր տեղերում նամակներ հղել, ակցիաներ անել եւ ասենք գետնի եսին որտեղը գնան կորչեն բոլոր նրանք, որ միջև հիմա իմիտացիա են արել։ Իբրև թե բանը կենթանիների պաշտպանությամբ են զբաղվում, ել չեմ ասում, որ սա բառից բուն իմաստով գողություն է, պարոն Հապետյան, օրը ցերեկով մտել են մարդու սեփականությունը, ինչ են արել։ Այդ հայերեն կոչվում է էքսպրոպրիացիա, հիմա ձեռնարկություններ, սեփականություն ինչ կա, վերստում է խլել ուղղակի։ Պետական մակարդակով խլոցի է։ Եվ հետաբար, այո, ընդդիմությունը ամառ է, բայց ընդդիմությունը բավական անելիքներ ունի։ Նորից եմ կրկնում, առաջարկը շատ հստակ է։ Առաջին յակը գործող նախագահի վերաբերյալ քրեական նյութերի պատրաստում, երկրորդ Ուրսուլա ֆոն դեր Լայնի կեցվածքի հետ կապված ընտրությունների հետ կապված կոնկրետ քրեական գործ եւ այդ տիկնոջ հայտարարությունը, որտեղ իր արժանապատվությունը պայելու համար ասում ես գումար չեմ վերցել, գնացել ընտրել եմ։ Հիմա այդ մի 300,000, ինչքան, թող 200,000։ Սա sense բան չի լինում աշխարհում, պատկերացրեք այդքան քրեական գործ մեկ անձի նկատմամբ մեկ գործով։ Տեսեք, Էդմոն Մարուկյանը մասնակցում էր, ասում էր ես անկախ ուժ էսպես, թող Էդմոն Մարուկյանը այդ միողությամբ զբաղվի 100 գերատեսչությունների։ Թաթոյանն ասում էր, ես չգիտեմ ինչքան ձայն ունեմ, դրանով զբաղվի։ Ես էլ չեմ ասում, այդ Բարգավաճ Հայաստանի մասին անցողիկ ուժերի Բարգավաճ Հայաստանը, Բարգավաճ Հայաստանը անցել է, ուղղակի իրեն Նիկոլ Փաշինյանը թույլ չտվեց։ Այո, իրենք այդ շեմը հաղթարել են։ Հայաստան դաշինքը եւ ուժեղ Հայաստան։ Երեք չառաջորը շատ ուշագրավ բան փաստաբանը տարածեց Գագիկ Ծառուկյանի, ուրեմն այն անձի հետ կապված որ հիմա գործ են հարուցել իբրև թե չգիտեմ ինչեր է տեղի ունեցել, փաստաբանը ինչ ուշագրավ բանել։ Իրանի Իսլամական Հանրապետության, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ են անձը ում հետ վիճահարույց հարց է ունեցել Գագիկ Ծառուկյանը, խնդրում եմ ուշադրություն։ Իրանի Իսլամական Հանրապետության իրավասու դատարաններում գործի բազմակողմանի քննության արդյունքում երկրորդ Ատյանի դատարանը կայացրել է վերջնական դատական ակտ, որով հստակ արձանագրվել է, որ Համլետ Թումանյանի գործողությունները սեն անձնի ում հետ վիճարկելի հարց է ունեցել Գագիկ Ծառուկյանը, որևէ հանցակազմ կամ խարդախության հատկանիշ առկա չէ։ Դրանից հետո հայր եւ որդի Օլամանյանները գրավոր ընդունել են Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ունեցող 14.5 միլիոն ԱՄՆ դոլարի պարտքը, որի վերաբերյալ կազմվել է համապատասխան պարտավորագիր։ Նրանք ստանձնել են պարտավորության վերադարձնել այդ գումարը 2 տարվա ընթացքում մինչև 26 թվականը, սակայն պարտքի չեն վերադարձել եւ այլն։ Կարծում եմ շատերը ծանոթ են։ Եվ որի համար մեղավորը Գագիկ Ծառուկյանն է, այսինքն ուրիշը պարտ կապտի գումարը տա, ասում Գագիկ Ծառուկյանը մեղավոր է։ Մարդուն գցել են, պարտավորություն են վերցել որ փակեն։
Հայաստանի դատարան չէ, ընդ որում Իրանի Իսլամական Հանրապետության դատարանն է։ Եվ ժամկետները նշված եղել, պարտավորությունները նշած եղել, որ գումար պիտի վերադարձնեն։ Հիմա պարզում Գագիկ Ծառուկյանը մեղավոր է։ Դե հիմա սա է օրվա իշխանությունները։ Ես ասում եմ, ընդդիմությունը բավականաչափ գործ ունի անելու հավաքական առումով եւ հիմա օրինակ նայեցի մոտ 300 մոտ տարբեր շերտերի մտավորականներ, գիտնականներ, քաղաքական գործիչներ եւ այլն կեցվածք են դրսևորել նախ բոլոր կին պատգամավորները ընդդիմադի այդ առանձին Արեգնազ Մանուկյանի, հետո միացել են նրանց 300-ից ավելի կին հանրային դեմքեր ի աջակցություն Արեգնազ Մանուկյանի, ես վստահ եմ, որ այս թիվը շատ եւ ստեղծվել է ոնց որ իրավապաշտպանների մի մեծ խումբ նորից նայեցի ամսի 14-ին էլ մեծ քննարկում ա լինելու վաղը ուզում ասել որ գործ շատ կա եւ այդ գործը պետք է նպատակային կազմակերպված արվի այնպես չի հիմա մեր դիմաց հակառակորդը իր գործը անում է իսկ մենք ինչ ենք անում լավ մենք ես անձնապես նկատի չունեմ այս տաղավարի ես կամ նմանները ամեն մասնագիտական խումբ ամեն ընդդիմադիր ունի անելիք եւ վերջին հաշվով այդ դիմադրության ճակատ է կոչվում իրականում այդպես է ստեղծում էլի կենացներով չի ցանկություններով չի գարեջրով չի այս աշխատանքով այս պայքարով այդ ճակատը ստեղծվում այսօր չկա քաղաքական ուժ, որի անդամները չեն հետապնդվում։ Չկա քաղաքական ուժ, որի նկատմամբ ընդդիմադիր, նրանք ինչ քաղաքական ուժ, նրանք կերակրատաշտին մոտ կանգնած մարդիկ են, ընդամենը անունդել են կուսակցություններ։ Իհարկե ընդդիմադիրների մասն է խոսքը։ Այս ամենը կազմակերպել է պետք, կեցված կա պետք եւ կապ չունի ամառա, ինչա, դիմացին ով է, եթե պետքա նորից եմ ասում, եթե պետքա ԱՄՆ դեսպանտան մոտ հիմնականում էս բան Եվրամիությունն է ստեղ եղանակ ստեղծում։ Շուրջօրյա պիկետներ է պետք։ Այդ կառույցի ղեկավարները պիտի իմանան իրենց աշխատողները նայում են, մտնելու են մարդկանց հոծ բազմության շարքերով, իրենց աշխատավայր այդպես էլ դուրս են գալու։ Եվ դա շուրջօրյա պիտի լինի։ Բայց կեցվածքը ոնց է լինում։ Հիմա պայքարի ձևն էլ սա է։ Սրանց առաջ պայքարի ձևը ընտրատեղամաս գնալն է, չէ՞։ Հիմա պայքարի ձևը սա է։ Դետաբար պետք է պայքարել, մենք ուրիշտեղ հայրենիք չունենք, աշխարհի ցանկացած վայրում, որտեղ նույնիսկ ծանոթ, բարեկամ ընկեր գործ ունենք, այնտեղ մենք հյուր ենք, հյուր։ Միակ տեղը, որտեղ տիրոջ իրավունք ունենք, այս երկիրն է։ Հիմա մեզ էս երկրի մեջ իշխանությունները անում են այնպես, որ քեզ տեր չզգաս։ Տիրոջ զգացողությունը, քո իրանքների պաշտպանությունը իշխանություններին շատ ցավ է տալիս։ Եվ մարդկանց մասը հայտնվում է բանտում։ Այնպես որ գործերը շատ են եւ ճիշտ կլինի, որ կազմակերպված էս ամեն ինչ արվի։ Եվ կապ չունի, այստեղ արդեն անձի խնդիր էլ չի։ Ես այդ հայտարարությունն այցին, դեռ որոշակի սկզբունքներ էր դրած, շատ հետաքրքիր էր եւ կարծում եմ ճիշտ սկզբունքներ է դրած, թե ովքեր կարող են այդ միավորի մեջ, որը իրավունքների պաշտպանության հետ կապված է, հայ դրամաշնորներով սնվող բաները, այսպես ասած, մարդու իրավունքների պաշտպաններ, ՀԿ-ներ ուր են, դրանց բերանները սկոշներով փակել են։ Դե փողով վճարովի անձինք են, հիմա փողով տարբեր տեղեր են վճարվում, այդ գործի վրա են վճարվում, կամուրջների վրա կանգնելուց են վճարվում փողովի տարբերություն։ Վճարը տալիս ես այդ մարդու հետ ինչ ուզում անում ես տանում ես։ Հիմա ինչ որն է տարբերությունը այդ անձանց կամ ասենք մարմնավաճառների կամ մյուսների։ Բայց եթե դու իրավունքի պաշտպան ես, այս այլանդակությունների ֆոնի վրա ձեր բերաները չի բացվում, բաղալու է չէ իշխանապողությունից հետո ամեն մեկին ձեզանից յուրաքանչյուրին հիշելու ենք ձեր կեցվածքը, ձեր պահվածքը։ Եթե իհարկե ժամանակին, ինչպես ասում են, հասցնեք ճողոփրել։ Չէ, եթե իհարկե Հայաստանի Հանրապետությունը մնա։ Ինչի դա չեք ասում։ Որտեղ կարելի էր ավելի այս ամեն ինչին չհանգիստ վերաբերվել, ասեն դե հիմա մի հատ փողոցից եկած անկապ խումբ է, խմբակ է, թալանչիներ են, ոչ պրոֆեսիոնալ, պատահական, չգիտեմ ինչ, ասենք եկել են, երկիրը տնտեսապես կործանում են, ավիրում են, իրանք էլ հարստանում են, բայց մենակ դրանով չենք սահմանափակվում, մենք այս ամեն ինչի գինը հայրենիքը կտոր տալիս, Արցախը տվել է Հայաստանի Հանրապետությունից եւ հիմա մարդը իր բրիֆինգում ազդարարեց, ասեց սա է լինելու։ Օրինակ հուլիսի 14-ին երեքշաբթի, այսինքն վաղը ժամը 12:00-ին Երևանի Անի Պլազա հոթել հյուրանոցում Սայաթնովա 19-ը դեր կունենա քաղաքացիական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողովի առաջին մամլո ասուլիսը։ Եվ հետաքրքիր է, ես ուզում եմ նաև մեզ լսողներին իրազեկել, սա արդեն խումբ է, որը ստեղծվել է, կոնկրետ աշխատանքի արդյունք է։ Հանձնաժողովի նախաձեռնողներն են Լարիսա Ալավերդյան, մարդու իրավունքների պաշտպան,
AЖ4 գումարան Ձյունիկ Աղաջանյան, Մայա Բարխուդարյան, Քաղաքագետ Երևան Բոզոյան, Ստեփան Դանելյան, Հովանես Իշխանյան, Աննա Մկրտչյան, Զարուհի Փոստանջյան, Էլինար Վարդանյան, Սերգեյ Սարգսյան, Մարիամ Չախոյան։ Ուզում եմ ասել, որ սա հետաքրքիր է եւ ինչ առումով եւ որոշակի սկզբունքներ է դրած հանձնաժողովի գործունեության։ Անկախություն, վերկուսակցականություն, ազնվություն, անկաշառություն, ներառականություն, մասնագիտական եւ փաստային մոտեցում, իրավունքների գերակայություն, մարդու իրավունքների նկատմամբ հարգանք եւ համընդհանուր պաշտպանություն, խտրականության բացառում, քաղաքական հայացքներից անկախ հավասար վերաբերմունք։ Սա արդեն առաջին օղակն է, որը ստեղծվել է, սա վերկուսակցական ակնհայտ է եւ այսպիսի օղակներ, ասենք, նույն այլ գործերի համար ինչու չի ստեղծվում։ Հարգելի ընդդիմություն, որը շատ ռեսուրսներ, սա անհատներ են, ասենք, որ նայումս անձնական նախաձեռնություն կամավորներ, բայց ռեսուրսային կառույցները եւս դի, խոսելով չի, մեկ-մեկ ելույթ ունենալով չի։ Կառույցները սկսեք, օղակները սարքեք ամբողջ հանրապետությունում ձեր այդ եւ սկսեք աշխատանք հիմա պայքարի ձև կա։ Վաղը օրենսդիր մարմինը աշխատանք սկսում է, այդ պայքարի մի մասն էլ տեղափոխվում է ազգային ժողով։ Զուգահեռաբար, այսպես է, կռիվը այսպես է լինում։ Ցանկություններով, երազելով, բազմոցին նստելով եւ բանանելով չի էլի, լուրերը նայելով չի։ Ավելի առարկայական։ Ես հորդորում եմ ՀԱԿ խմբի ղեկավար նախագահային ազգության թուրք։ Դրա նկատմամբ իրավաբաններին, կոչ եմ անում իրավաբաններին, շատ ընկերներ ունեմ եւ քաղաքական ուժերին պատրաստեք հայց այդ անձին դատի տալու, որտեղ այդ անձի խոսակցությունը արձանագրված է, էական չի, որ իր հետ պրանկեր են խոսել։ Հիմա կարող են օրինակ կոնկրետ Թաթոյանն ու Էդմոն Մարուկյանը դրանով զբաղվել։ Ինքը հավատացել է, որ հերախոսի մյուս կողմում Նիկոլն է նստած։ Հա, պատասխանել է հարցերին։ Մարդը անկեղծ ասել է ինչ որ։ Եվ ՀԱԿ Մինսկի խումբը այդ կառույցի իրական բուն նպատակը եւ դիմակը պատրվում է փաստացի։ Եվ մեր երկրի ներքին գործերին ստեղ եկել կաթողիկոս են փոխում, վաղը նախագահ են փոխել, մյուս օրը վարչապետ են փոխել, էսա Եվրոպան։ Այն որ հիբրիդային պատերազմ Ռուսաստանի գրպանն են գցում, իրականում իրանք են հիբրիդային պատերազմ վարում։ Հիմա տեսեք, մյուս կողմից էլ տնտեսությունը ինչ աղետի արժև է կանգնած։ Ասում է, որ մենք տեսեք, Ծիրանի հարցը լուծել ենք, նախ Ծիրանը տարի շատ քիչ է, ոչ մի հարց լուծված չէր, հրապարակ կամ մեր գործընկերները շատ լավ հարցազրույց են ունեցել, ես 1-2 դրվագ ուզում եմ ներկայացնել։ Ուրեմն Ռոսֆիլդ վարկերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանն ասում է, թե ինչ են։ Ասում է, դե իշխանությունը այսպես է, պատասխանում է. օգուտ չունենք, ծաղիկը չեն կարողանում Հայաստանից դուրս հանել։ Ստիպված վաճառում ենք ինքնարժեքից, խնդրում եմ ուշադրություն, 3 անգամ ցածր գնով։ Ուրիշ ոչ մի բան չեն կարողանել անել։ Ինչ վերաբերում է Եվրոպա արտահանելու, ապա մենք մեր ծաղիկները չեն կարողանում Եվրոպա տանել։ Խնդրում եմ ուշադրություն, որ ասվեք խափեցիք, ասեցիք, որ կտանենք Եվրոպա։ Չեն գտնում գետ 1 անց։ Ուրսուլան խոստացավ, այո, կտանեմ։ չեն գտնում գետ 1 անց կամ ընկերություն, որ մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգտնի։ Տարբեր պատճառներով տարբեր երկրներ մերժում են, կամ գնի հետ կապված են մերժում, կամ մաքսային հարցերին առաջացնում։ Մի խոսքով ծաղիկները Եվրոպա չեն կարող արտահանել։ Շատ վատ վիճակում ենք։ Ասում է, որ երկրներ եք փորձել, ասում է, տարբեր երկրներ ենք փորձել, Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան եւ այլ տեղեր, որ խափում ասում են Վրաստան, չի ասում են իբր թե ծաղիկը տանում, ասես ուտե։ Դու ծախող լինեին Վրաստան իր ունեցածը կտաներ Եվրոպա կվաճառի։ Ոչ մի պատճառաբանություններ չեն տալիս։ Նախ ասում են ձեզ, որ ճանապարհը շատ երկար է, ինքնարժեքը չեն կարող մեծ քանակի ծաղիկով ուղարկել, փոքր խմբականակն էլ անհնար է process-ը կազմակերպել, որովհետև ինքնաթիռային փոխադրում չի գործում փոքր քանակի համար, իսկ ավտոմեքենաներով անհնար է, ճանապարհը սարսափելի երկար է, իսկ ծաղիկը չի դիմանում, արդյունքում որակի հետ կապված խնդիրներ են առաջանում։ Հարց է տալիս. իսկ հիմա ինչ արժեքով է մեկ վարդը վաճառում եւ այլն։ Առաջ 150, 200, 250 դրամ էր մեկ հատը, իսկ հիմա վաճառում են 70, 50, 40 դրամով։ Ինչով է կարողանում ջերմոցային ծախսերը հոգալ, ինչպես է կարողանում ինքնարժեքից եռակի անգամ էժան գնով ծաղիկ ենք վաճառում, վարկեր ունենք, ծախսեր ունենք, աշխատողներ ունենք 100-ից ավելի։ Նախորդ ամսին մի կերպ եմ աշխատավարձ տվել ու մնացած հարցերը լուծել, այս ամսին չգիտենք եւ ներկայացնում է ինչ աղետալի վիճակ է պարտքերի վարկերի տակ, սա նշանակեց, որ այս տնտեսությունը առնվազն
փլուզման եզրին է եւ մի շարք անձինք հայտնվելու են պարտքերի տակ։ Խնդրեմ։ Ես օրինակ նման առաջարկ այսօր Հայաստանը ինքը հիմնականում որպես արտանող երկիր գյուղմթերք է, չէ՞, արտանում ծաղիկ, խմիչք եւ այլն։ Այդ մարդկանց օրինական շահերին, աշխատանքին իշխանությունները հարվածել են, խփել են։ Մարդիկ սննկանում են, տուժում են, կորուստներ են կրում, փաստ է սա։ Դա մի հոգի չի, 10 հոգի չի, 100 հոգի չի, 1000 հոգի չի։ Տասնյակ 100 հազարավոր մարդիկ։ Հիմա հարց։ Հարգելի ընդդիմություն։ Խոսքս այն ուժերի մասին է, որոնք ունակ են, կարող են։ Այս օղակների հետ ինչու աշխատանք չի տարվում։ Ինչու սրանց սոցիալական այս վիճակը չի միավորվում։ Մի լավ բան նկատեցի, որ ընտրությունից հենց հաջորդ օրը արդեն այս մեկ շաբաթ է Նարեկ Կարապետյանը գնում է նորից գյուղերով։ Այս շատ լավ է, որ այսինքն այնպես չի ընտրությունից առաջ եկանք պրոբլեմները ուրեմն գյուղերը գնալը մի բան է, այս մարդկանց կազմակերպելա պետք, ովքեր որ այսօր տուժում են իշխանությունների վարվող քաղաքականության արդյունքում, օրինակ եվրոպական երկիր ես նայում։ Կառավարությունը որոշում ընդունել, որով հարվածում է ենթադրենք ֆերմերներին։ Ինչ են անում։ Մի շաբաթ հետո այդ ֆերմերները տրակտորներով, կենթանիների գողմախփով գնում են կառավարության շենքի մոտ, ասում են այս ձեր վարվող քաղաքականության արդյունքում մենք տուժում ենք։ Կեցվածք են դրսևորում։ Այսինքն կազմակերպվելու խնդիր կա, այո, այս նույն Նարեկ Կարապետյանը կամ նաև Հայաստան Դաշինքից, նաև այլ ուժերից, ձեր ասած Արմոն Թաթոյան, Էդմոն Մարուկյան եւ մյուսները իհարկե պետք է կազմակերպեն, բայց եթե դուք անձ եք ներկայանում եք, որ Հայաստանի դարդու ցավով եք, խնդիր լուծող եք, բա կազմակերպեք, բայց մարդիկ միլիոնավոր, տասնյակ, հարյուրավոր միլիոնավոր դոլարներ Նաև արձանագրեք, սիրելիներս, որ հիմա խնդիրներ ունեք, շատ ցավալի է, որովհետեւ միայն հիվանդ մարդը կարող է ուրախ լինել, որ ինչ որ մեկի մոտ ինչ որ մի տնտեսվարողի մոտ խնդիրներ առաջանա, փլուզվի եւ պարտքերի վարկերի տակ հայտնվել։ Բայց նաեւ հիշում եք, չէ, որ ընտրությունից առաջ ասում էինք, որ պետք է անպայման մասնակցել եւ այս ուժերին ձայն չտալ։ Հիմա ես օրինակ տեսնում եմ դուրս են եկել ոմանք ինչ որ հանրակի, ասում են մենք Նիկոլին դեռ ձայն ենք տվել։ Դե գիտեք, եթե 3 պատերազմ վերած տնտեսություն ավիրած եւ 15 Արցախը կործանած Հայաստանի Հանրապետության տարածքները անձած 15 միլիարդ։ Հա, բայց դրանք եղանակ ստեղծող չեն էլի Անժելա։ Ովքեր։ Այդ ասենք ով ձայն ա տվել, նույնիսկ եթե մարդը հիմա այդ մեկի մասին չեմ ասում։ Մեկի մասին ես չեմ ասում, ես էլ ասեմ, եթե 400,000 անգամ ձայն է ստացել Նիկոլը, կներեք էլի, մենք այս ամեն ինչից հետո եթե դեռ մարդիկ կան, որ իրեն ձայն են տվել, հետո այդ նշանակում է, որ մյուսներին չկազմակերպել, ովքեր որ դա չի նշանակում, բայց ամեն անգամ այնպես չի, էլի, որ պիտի պատերազմից հետո էլ գնաք ձայն տակ, 18-ին ձայն տակ, չպայքարեք, ցված ձեր պայքարը մի հատ թերթիկներով պիտի լինի, մտածեք պիտի ազատագրվեք, չէ, սիրելիներս, այդպես չի լինում ու ամեն անգամ իհարկե ամեն ինչ կախված է, շատ կարևոր է թե էլիտան ինչ կանի, որտեվ էլիտան ինչով է տարբեր, որտեվ էլիտան ունի պատասխանատվություն այլոց համար։ Սովորական քաղաքացին իրավունք, գոնե ձեր համար պատասխանատվություն վերցրեք ձեր իրավունքների համար, ձեր ապագայի, ձեր երեխաների համար եւ փորձեք պայքարել, դուրս գալ կամ ընտրությունների ժամանակ գոնե ճիշտ ընտրություն կատարեք, էլի նաեւ սա էլ կա։ Բան չունեմ ասելու, բայց այնուամենայնիվ այդ ձեր ասած այդ իրողությունը չպետք է կանգնեցնի նրանք ովքեր որ ընդդիմադիր են, նրանք ովքեր որ այսօր տուժել են, դրանց գործը կազմակերպելու իսկ իրենք կարող են, դա 100,000-ավոր մարդիկ են այսօր։ Հանրապետության իրական արտադրող ուժը այսօր գյուղացինա, գյուղատնտեսություններն ու ֆերմերներն են։ Ուրիշ բան ինչ ունենք ուրիշ։ Իրանց դու պատկերացնում եք այդ ուժը որ կազմակերպվի։ Այսօր հանրապետությունը մի Երևանա մեկը գյուղերն է, չէ՞, այդտենց առանձնապես ասենք։ Երևանը ընդդիմադիրա ցույց տվեց ընտրությունների օրը գիշերը, որ 440 ընտրատեղամասից ընդամենը 6-ը հաշվել էին, տեսել էին ինչ կատաստրոֆա է եւ վերջ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ մի զանգի չէր պատասխանում Երևանի ոչ մի տվյալ չէր տալիս։ Այսինքն նկարիչները նստած մտածում են որտեղ ինչ են նկարելու, ակնհայտ է, չէ՞, ինչի մասն է։ Հիմա գյուղերին այսօր գյուղացու եւ գրպանն է խփում եւ աշխատանքին եւ սոցիալականին եւ իրենց երեխաների ներկային ապագային առողջապահականին եւ այլն։ Կազմակերպել է պետք։ Իհարկե ընդդիմությունը այդ ռեսուրսները ունի։ Ամբողջ հանրապետությունում ցանց գցեք։ Ստեղծեք այդ օղակները ամբողջ գյուղերում բնակավար ստեղծեք։ Բոլորը տուժելու են, անխտիր։ Ես չեմ հասկանում, այսինքն բոլորը տուժում են, բայց կազմակերպող չկա։ Ռեսուրս ունեցող իհարկե կա, հենց ուժեղ Հայաստանը հսկայական ռեսուրս ունի ամբողջ հանրապետությունում։ Բայց ժողովուրդն էլ մի օր պիտի ինքը պատասխանատու լինի, այդ պատասխան, բա մեծ խոսում է, մենք վարչապետներ ենք բոլոր։ Լավ, մի օր դուք պիտի պատասխանատու լինեք ձեր արած քայլերի համար։
Տեսնում եք ամեն անգամ դրան հաջորդիվ ամեն ընտրություն ինչ է մեզ արժենում։ Այն 18-ի 19-ի գնացիք ընտրեցիք Արցախի կեսը, պատերազմ կեսը, հետո գնացիք ընտրեցիք ամբողջ Արցախը, հետո գնացիք ընտրեցիք Հայաստանի Հանրապետության տարածքները Տավուշով, Գեղարքունիքով, Սյունիքով։ Հիմա գնացիք ընտրեցիք, տեսնում եք ինչա կատարվում։ Ուզում եմ ասել, որ ամեն ինչ պետք է կազմակերպվի եւ կազմակերպելով է կոնկրետ գործը գլուխ գալիս։ Հա, դժգոհությունը կա, ապօրինությունը կա, ճիշտ թիրախները ընտրի, կազմակերպվի նվիրյալ մարդիկ, մաքուր մարդիկ, վստահաբար արդյունք տալու է, չի կարող չտալ։ Դե մեր դիմաց կոնկրետ համակարգ աշխատում, այդ համակարգի դիմաց այդտեղ կազմակերպվել է պետք, անհատապես ինչ։ Այսօր ինչ էլ որ արվում է, առյուծի բաժինը լրատվամիջոցների աշխատանքի արդյունքն է, վերջ։ Հետո պարոն Հապետյան, ոչ մեկ չգիտի, շատերն ասում են, չէ, չգիտենք աշխարհակաղակական ինչ վերադասավորումներին, զարգացումներ։ Հիմա պարոն Հապետյանը կներկայացնի, թե ինչ է կատարվում է հարևան երկրում։ Լավ էլ գիտենք ինչ։ Ինչ է կատարվում, այսինքն կարող է շատ արագ ինչ որ բաներ, չէ, փոխվել։ Բանդիմությունը պիտի նաև պատրաստ լինի դրան։ Այդ պատրաստ լինելով վերջին 2 ամսում չի։ Մեր հարևան Իրան Իսլամական Հանրապետության կրկին անգամ Միացյալ Նահանգները 2, 3, 4 օր թիրախավորում է իրենց հոգևոր առաջնորդի եւ հարազատների ուղղակավորությունից հետո Միացյալ Նահանգները շայտ ժամանակ 2 ամիս պատերազմեց առանց կոնգրեսի հավանության, հետո ընդմիջում վերցրեց, հիմա նորից անում, Հորմուզի նեղուցի խնդիրն է, որտեղ Իրանի ձեռքը այդ նեղուցը, որով անցնում է նվազագույնը աշխարհի սպառվող նավթի 20%-ը, դա համաշխարհային տնտեսության վրա միջուկային զենքի ազդեցություն ունեցող գործիք է, այդ գործիքը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաքաղաքական եւ հոգեվոր ղեկավարության ձեռքին։ Հիմա փորձում էր Միացյալ Նահանգները այդ նեղուցով անցկացնել նավեր, Իրանը ասեց ոչ, սկսեցին հարվածել, հրթիռային հարվածել նավերին, Իրանին, հետո Իրանը Պարսից ծոցի երկրներին եւ այդպես շարունակ։ Այն որ հուշագիր համաձայնագիր էին ստորագրել հրադադարի ռեժիմի հաստատման, Իրան առ այսօր ոչ մի ռեժիմ էլ չի հրադադար ռեժիմ պահպանում, հարվածում է, մտնում է Լիբանանում, այդ տարածքներից բանակը դուրս չի գալիս եւ այդպես շարունակ։ Եվ օրինակ 3 Արերևույթ տարօրինակ էր, ասենք մարդիկ ասում են, դե հիմա մարդը սրտից հիվանդ է եւ այլն, ես այդպես չեմ կարծում։ Մի հայտնի կոնգրեսական կար, որը ամենաարմատական հակառուսն էր եւ Ուկրաինայի պատերազմի շարունակող ջատագով Իրանի դեմ միջուկային զենք կիրառող անց 71 տարեկան Լինցի Գրեմը։ Մեկ էլ գնում է Ուկրաինա, այնտեղ հանդիպում է Զելենսկու հետ, գնում է անօթաչուների արտադրության գործարաններ, արտադրամասեր, հետո գնում է Միացյալ Նահանգներ, մեկ էլ մյուս օրը բռնում ու մեռնում է։ Այդպես չի լինում։ Ասում են սրտի խնդիր։ Դրանք այդ տարիքով եւ բավականին բարձր ստատուս ունեցող անձինք մշտական բժշկական հսկողության ներքո են, այդպես պատական մայր չի լինում։ Եվ հետաքրքիր է, որ ԱՄՆ նախագահն է հրապարակավ ասում, եթե Իրանը ինձ իմ նկատմամբ սպանություն կազմակերպի, ես հրաման եմ տվել Իրան պետությանը այնպիսի աննախադեպ հարձակում, որ այդ պետությունը չլինի, այսինքն ակնհայտ է, որ միջուկային զենքով հարված լինի։ Հիմա գիտեք, Տրամպը ըստիս ծուղա կանգել։ Ասեմ ձեզ, ինքը ելնում է ինչից, որ Իրանը իր նկատմամբ մահափորձ կարող է կազմակերպել, երբ հուղակավորության ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի Այաթոլլահ Խոմեյնիի ժողովուրդը բղավում էր մահ Ամերիկայի, մահ Իսրայելի, ճիշտ է։ Բայց ես օրինակ կարծում եմ Տրամպին ծուղակի մեջ են գցել ինչ առումով ծուղակի, որ փաստացի Տրամպին զգուշացրել են, ընդ որում ես կարծում եմ, որ Իսրայելն է զգուշացրել այս Լինցի Գրեմի մահով, որ պատերազմը չկանգնի, եթե կանգնի, քեզ ուղղակի ֆիզիկապես ոչնչացնելու ենք։ Լինցի Գրեմը կարող եմ ենթադրել ավելի շուտ սա Իսրայելի դեղին կարմիր շրջանակով դեղին քարտներ Տրամպին տված, պատերազմը չի կանգնելու Իրանի դեմ, պատերազմը պետք է շարունակվի։ Եվ կարծում եմ Տրամպը նույնիսկ եթե սա չի հասկանում, բայց կարծում հասկանում է, ինքը փակուղու մեջ է։ Պատերազմը շարունակում է, հաղթանակ չի լինելու, տարած չի գրավելու, Իրանը չի անձնվելու, մեկ էլ նոյեմբերին ինչա գալիս կոնգրեսի միջանկյալ ընտրություններ, բան չմնաց, չէ՞։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր 3 ամիս։ Եվ կոնգրեսի միջանկյալ ընտրություններում հանրապետականը պարտվում է, կարծում եմ դեմոկրատները հաջորդ իսկ պահից կարող են կազմակերպել
impeachment ամստայության գործընթաց, թե ուր են տանում այս ամեն ինչը։ Իսկ եթե պատերազմը տեսականորեն Տրամպը կանգնեցնում է, Իրանում լիցի գրեմի մահը Տրամպի համար կարծում եմ այն քարտն է, որով որ Տրամպը կարող է համբարձվել հանդերձյալ երկիր։ Մոսադը պրոֆեսիոնալ առումով ցույց է տալիս, եթե իրեն պետք է ցանկացած երկրի ղեկավարի հարցերը լուծել, ապա ինչպես կարող է լուծել։ Սա էլ այսպես։ Հիմա ինչ վերաբերում է, եթե զուգահեռենք այս ամեն ինչը ռուս-ուկրաինական պատերազմի, հիշում եք այստեղ երբ հարվածում էին նավթավերամշակման գործարաններին, ուկրաինական, իբր ուկրաինական իրականում բրիտանական հեռար անօդաչու թռչող սարքերը ռեակտիվ շարժիչով աշխատող, որ մի քանի հազար կիլոմետր կարող է թռչել։ Ես ասում եմ, որ նպատակը գործարանները չի, նպատակը բենզինի եւ չմշակված նավթի անգարներն են, պահոստներն են, որ այդ ծուխը շաբաթներով երկնքում կապի։ Եվ հիմա Ռուսաստանը համարժեք քայլեր անում, ուշադրություն դարձրեք, բոլոր տեղերում հարվածում է նավթի եւ բենզինի պահոստներին։ Եվ այդ տալասները օրերով, շաբաթներով ամպը կապում, այսինքն հոգեբանական ազդեցություն նաև ուկրաինացիների վրա է։ Եվ ըստ այդմ, եթե Եվրոպան պատրաստում է 2030-ին Ռուսաստան դեմ պատերազմի եւ որի շարժիչ ուժի ինչպես առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմում Գերմանիան, հիմա Գերմանիան եւս պատրաստակամ է վճարել սպասվելիք պատերազմը եւ ամենամեծ թափով փորձում է ոտքի կանգնեցնել ռազմարդյունաբերական համալիրը, ընդ որում մեքենաշինությունը, որ աշխարհում լավագույնը զարգացած էր Գերմանիայում, հիմա այդ գործարանները վերա պրոֆիլավորվել են, այսինքն սկսել են արտադրել զենք զինամթերք։ Չէ, մի քանի խոշորները տեղափոխվեցին Միացյալ Նահանգներ։ Դե այդ նրանք, ովքեր որ ավտոմեքենա պետք է արտադրեն, ովքեր որ մնալու են զենք են արտադրելու, այդպես։ Եվ հետաբար ուշագրավ է դրա մասին, ինչ է մասին ենք խոսում։ Ամերիկացիները խաբել են առաջին օրվանից, ասել է Իրանի ագնախոսնակը բաղային ԱՄՆ-ն հրահրելով տարածաշրջանի երկրներին փորձել է շրջանցել Հորմուզի նեղուցի անվտանգ անցումը խախտելով փոխհմբռնման հուշագրի 5-րդ հոդվածը եւ վտանգելով տարածաշրջանում նավագնացության անվտանգությունը։ Տեսեք, մենք մեր զրույցի սկզբում հիբրիդային, այսպես ասած, բանի մասին ենք, պատերազմի մասին ենք խոսում եւ թե եվրոպացիք ինչ են անում այստեղ, ինչ է հայտարարել Ալիևը, Ադրբեջանն ու Թուրքիան պարզապես եղբայրական ու բարեկամ երկրներ չեն, այլ դաշնակիցներ են։ Եթե մեր երկրներից մեկի համար սպառնալիք առաջանա, մյուսը կմոբիլիզացնի իր ողջ ներուժը, այդ թվում ռազմական իր դաշնակից պաշտպանելու համար, օկուպացված Շուշիում հայտարարել է Իլհամ Ալիևը, ինչպես ասում են, մակունցի ականջը կանչի, միջալից որ գրողի ծոցնա, ինքն էլ իր հայտարարությունների համար պատասխանատվոր ասում էր։ Հեսա շուտով բարձր պաշտոնի կնշանակվի կիմանաք։ Եվ նաև մեկ այլ հայտարարություն է արել Իլհամ Ալիևը այսօր հայտարարել է Եվրոպայի խորհրդում գործում է մեծ հակաադրբեջանական խումբ, հələ սրան տեսեք։ Պարզվել է, որ Ժոզեֆ Բորելը հարաբերություններ է պահպանել որոշ անձանց, այդ թվում միջազգային դատարանի դատավոր պարոն Օկամպոյի հետ։ Նույն ոչն ազգում եք Նիկոլիև Ալիևի, եթե մեկը հայանպաստ, այսինքն հայանպաստն ինչ որ արտաճշմարտացի ինչ որ բան ասում, ասում է ծախված է, իրանցից է, փող է, պարզում է, որ նա ֆինանսավորվել է հայկական օլիգարխների կողմից, որ ներկայումս տնային կալանքի տակ է գտնում Հայաստանում։ Այդ որ հայ գործարան է Հայաստանում տնային կալանքում ումից բողոքում է թե Ալիևը, թե իր պրոքսի Փաշինյանը գրել է Նարեկ Կարապետյանը, բացի այդ հիմա ուրեմն նաև մեկ այլ հայտարարություն Եմեն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքնի դեմ, լսեք էլի սրանց, դեմ պայքարին ուղղված առաքելություն հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Մենք նաև այս բաներից մեկն է, էլի, հրեշավոր կանանցից մեկն է։ Մենք նաև համաձայնություն ենք գալու Հայաստանի համար նոր գործընկերային առաքելության շուրջ պայքարելու հիբրիդային սպառնալիքների եւ արտասահմանյան տեղակայված մանիպուլյացիայի եւ միջամտության դեմ, որոնք նրանք իրականացնում են այստեղ։ Ուրեմն իրանք օգնեն, աջակցեն կեղծարարին, զեղծարարին, այդպես է։ Այս բոլոր քրեական գործերը, ձերբակալությունները
ընտրությունների այս բոլոր այլանդակությունները եւ իրենք հայտարարել Փաստորենով բարձր է գոռում, նրան են հավատում։ Հիմա, ինչպես ասում են, գնդակը անդիմության դաշտում է։ Այո, հիմա անդիմությունը կասեք, կներկայացնեք, կբացատրեք, կկազմակերպեք, տեղ կասի, տեղ չի հասնի։ Ոնց որ արցախցիները մի օր կզարտեն ու կտեսնեն, որ պիտի ճամփրուկները հավաքեն, գնան ինչ որ միտեղ։ Ուղղակի մենք տեղ չունենք գնալու։ Անժելա, ժողովրդական խոսքը ասում է, մայրը լացող երեխային է, չէ՞, կուրս տալիս։ Առաջինը, այո։ Տալիս։ Հիմա կեցվածքը որն է, ընդ որում որ առարկայական պետք է լինի, կազմակերպված պետք է լինի։ Այստեղ լացելու արժե, այստեղ ճշմարտությունը, արդարությունը հրապարականելու, ներկայացնելու, իսկ արդարությունը աշխատանք է, դա աշխատանք է, որ պիտի կազմակերպվի եւ արվի։ Եվ Հայաստանում կարծում բավարար չափով ռեսուրս կա մարդկային։ Եթե ընդդիմության ղեկավարները իրենց կազմակերպական կառույցները Ադրբեջանից հələ սպասեք մի հատ էսա ձեր այս շներից կազատվենք, հետո կտեսնենք ողում բարև կուղարկի։ Բանի հրճվանքի մեջ են էլի Բաքվում, Ադրբեջանում։ Որ ինչ։ Դե մտածում են ստացից ոնց տոնում էին այդ մարտիկ այս ընտրությունները, որ անցել է Նայիրի Հոխիկյանը ոնց էր ասում։ Մեզ մոտել էին։ Դա հավաքի ժամանակ հիմա չորեքշաբթի օրը գալու է, մենք պիտի խնդրենք, որ նորից սա գրառում էր արել Նայիրի Հոխիկյանը, որ Ադրբեջանցին ասել են Նիկոլա մերն է, Նիկոլա ձերը չի, Նայիրին ասում այս են դեպքում էր, որ ես ստիպված էի համաձայնելու։ Ասեմ, ամեն ինչ պիտի փչացվի ազգային նկարագիրը, սիմվոլները, պատմությունը, մշակույթը պղծվի։ Տիրոջ պայծառակերպության տոնին 3 հանրապետության հրապարակում կիսամերկ ջրի մեջ կորած այդ ջրով բարողներն ջուրեր որ բանան մարմնի մասերը ցույց տալով բան շո են անում։ Ընդ որում ասեմ, սա պատահական չի։ Նորից եմ ասում, Տիրոջ մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը սարքել էին այն բորդելներում, որ ապարում են, հա, տրուբաների վրա եւ ուղղակի հանրապետության հրապարակում տրուբաներ չկար, երևի հաջորդ տարի տրուբաներ էլ կդնեն, ձողերի վրա էլ կպարեն։ Սա են սարքել։ Այսինքն ջրի խորհուրդը Նոյ Նահապետի որպես փրկության եւ այլն այս Վարդավառի հետ կապված սարքել էին երեք դրանց համերգը, դրանց պարերը նայեք։ Պղծում են ամեն ինչ, փչացնում են ամեն ինչ, որտեվ իրենց նպատակը առանց ինքնության, առանց դիմագծի, առանց պատմության, մշակույթի, ներկայի ապագայի մարդը իրանց համար կենթանի է, կառավարելի, սնունդով եւ մարմնավոր հաճույքներով ու վերջ։ Այսպիսի կոնգլոմերատ են ուզում սարքեն եւ որի թիմը պատասխանատուն օրվա իշխանություններին, իրենց վրա այդ բանը դրված է։ Ընդ որում ասեմ, իրենց ամբողջ պատմություն, մշակույթ, լեզու, կրոն, հավատ եւ այլն հիմնովին ջարդեց ժամանակին 1921-22 թվականից մինչև 1937-38 թիվը Թուրքիայի մի անց, որը ինքը իրեն ազգանուն վերցեց, մինչև թուրքերը ազգանուն չունեին։ Անուն ունեին եւ իրենց ասենք մասնագիտական որակների հետ ասենք Դարփին Ալին, ու Ալին ավելի շուտ օգտագործում է Շիա Մահմեդակա Հուսեյն ասենք, չգիտեմ։ Եվ Քեմալ Աթաթուրքը դարձավ Մուստաֆա Քեմալը դարձավ Քեմալ Աթաթուրք, թուրքերի հայ, ազգանուն ինքն է իր վրա վերցրել, որի նպատակը ո՞րն էր։ Օսմանյան կայսրության ամեն ինչը ոչնչացնել, այդ ու նաև կրոնների, այդ ու նաև հոգևորականներին, իրենց մոլաներին կախելով, այդ թվում նաև եվրոպական ամեն աշխարհիկը բերելով այդ երկիր։ Բայց մարդը կարողացավ առաջին աշխարհային պատերազմից հետո փլուզված կայսրությունից տեսեք այդ միայն ինքը չէր, այդտեղ ցալքեր կան, ասեմ ձեզ, Օսմանյան կայսրությունը այլևս չկար, բայց այդ տարածքը Ռուսաստանի դեմ միշտ գործիք ա եղել, միշտ։ Եվ հիմա քանի որ կայսրության մեջ որովից է ազգ չպետք է ցծվի, ասի ես եմ ասողը։ Կայսրությունը ինքը տարբեր ժողովուրդների հավաքեցությունն է, այդ դրանով է կայսրություն։ Իսկ քանի որ կայսրությունը չկար, այդ տարածքի վրա թուրք էթնոսի ես էգոն բարձրացնելու ճանաչելու խնդիր կար, որի գործը դրեցին Քեմալ Մուստաֆա Քեմալի վրա, որ ինքը իրեն տվեց ազգանուն, Աթաթուրք, թուրքերի հայ։ Կարող է վաղ Նիկոլն ասի, ես էլ Նիկոլ Նահապետն եմ, հայ ժողովրդի բանը։ Բանեմ, հայրն եմ, պապն եմ, չգիտեմ ով է։ Իր քայլը, չէ, ինքը պիտի Հայաստան լինի։ Ընդ որում ասեմ ձեզ, նույնականացումը հետաքրքիր է, իմ կարծիքով մոտիվացիան նույնն է։ Ոնց որ Մուստաֆա Քեմալը համակերպվել էր, որ կայսրություն չկա, եղածի վրա ինչ որ պետություն պիտի ստեղծվի, այս ինչ խաղի կանոններով, իհարկե այդ ամեն ինչի մեջքին, գործի մեջքին Բրիտանիան էր կանգնած։
Այստեղ էլ ասենք, ասում է, պարտվել են գոնե սրա վրա հիմա նոր Հայաստան եմ սարքելու առանց սիմվոլների, առանց պատմության, առանց մշակույթի, առանց ցեղասպանության, առանց Արցախի, առանց եկեղեցու իմ կողմից չկառավարվող, առանց հավատի, առանց տիրոջ եւ այլն։ Ամեն ինչ ֆեյքերով։ Սրա ամբողջ գործունեությունը պատրանքների դաշտն է։ Այսինքն կա իրականություն, կա պատրանքներ։ Ինչ որ անում է, ինքը պատրանքը քեզ որպես իրականություն է ցույց տալիս։ Կարծում եմ այդպես։ Շնորհակալություն։